Սերը տարիք չի հարցնում, բայց պատասխաններ տալիս է։ Ոյնին, ինչ լավ բացում էր, ես հիացած եմ ուղղակի, շոտ խորը եւ վստահ եմ այսօր մենք մեր հյուրի հետ, ով հայ բլոգերներից իմ ամենասիրելիներից է, եթե ոչ ամենասիրելին եւ շատ վաղուց եմ հետեւում։ Կարամ ես հավելեմ, որ իմ top 5-ի մեջ կա անկեղծ, ինքը կա որպես հրաշք ձևով իր գործը կատարող ու աշխատասեր անասելի մարդ։ Համաձայն եմ ու վստահ եմ այսօր շատ ինֆորմատիվ, պրոդուկտիվ հաղորդում ենք ունենալու։ Շատ երկար արեցինք բացումը, հիմա շատ շատերն են անհամբեր սպասում։ Հաստատ այս բազը 2x են դրել։ Որ արագ իմանան, չի հավաքերը, մենք էլ ձգձգում ենք։ Էվիկին ես շատ վաղուց էի սպասում որպես հյուր։ Բարև ձեզ։ Привет։ Ես ականջից ական ժպտում էի հաճախոսությունները լսելուց, ես էլ փոխադարձաբար ձեզ եմ շատ սիրում ու վստահ եմ, որ շատ սիրուն հաղորդում այսօր լինելու։ Լավ, Էվիկ, մեր հաղորդումին ծանոթ ես, մենք քո հարաբերություններին ենք ծանոթ։ Իմիջիայլոց ես երբ որ այդ առաջի անգամ դու գցեցիր քո նշանադրության այդ ռիլը, առաջի անգամ որ Յանի մասին պատմեցիր, շատ էի ուրախացել, լայքել էի, տենց որ սենց իրոք քո համար ի սրտե ուրախացել էի։ Այդքան է։ Մերսի շատ։ Իրականում ես էլ սենց մտածում էի պատրաստ եմ, որ կիսվեմ համայն հայության հետ։ Ու ռիսկի դիմեցի։ Մաման ասում էր, բա որ բաժանվեք։ Դու այդքան մեծ աուդիտորիայի առաջ ասում ես բաժանվենք։ Որ բաժանվենք Յանը մեր հակահերոսներ դառնալու, բայց չէր հասկանա։ Ինչ կարծում եմ կյանքը շարունակվում է ու մարդիկ կարող են հանդիպել, գնալ ժամադրությունների, ինչ որ բան ստացվի, ինչ որ բան չստացվի։ Ոնց եղավ այդ շփումից դեպի սեր, սկզբում friend zone եղել է, ընկերական ինչ-որ տարածքում եղել է Յանը, թե ոչ, ոնց է եղավ, ոնց սկսվեց։ Իրականում ես միշտ չեմ հավատացել այդ ասվածին, որ սեր առաջին հայացքից, իրականում տենց ռոմանտիկ չի եղել, որ սենց իրար տեսել ենք ու շագնաց ենք եղել, բայց հենց առաջին հանդիպումից մինչև այսօր միասին ենք։ Չի եղել դա ինչ որ շրջան մի հատ շփվենք, մի հատ պրոստ իրար տեսել ենք, այն որ քեզ հարմար է, ինձ հարմար է, այս մասը ոնց ես մտածում, քանի հատ երեխա, երբ ամուսնանանք, սենց պայմանավորվել ենք ու իրոք անկեղծ շատ անսպասելի, նույնիսկ ինձ թվում էր, ասում կարող է այս այն լավ բոմբինգն է, կարող է այս այն եկնա, բայց հələ որ ոնց պայմանավորվել ենք առաջին օրը, տենց գնում է։ Բայց կարամ ոչ թե իր red flag-երի մասին չեմ հարցնելու, բայց ունես ինչ-որ տենց red flag-եր, որ դու մտածում ես, որ կարա ինչ-որ բայ տենց ջղայնացնի։ Հիմա հիշեմ ինչը կարա լինի, երևի թե որ ինքը ավելի թեթև է նայում շատ հարցերին, ինքը ավելի դրական, ցենց արտանում է երգում է, գնում է մի երկրից մյուսը, շատ ուրախ մարդ է, ինչը շատ լավ է, բայց ես մի քիչ մերես հայկական, մի հատ են խորը ալիքներով, ցենց մի հատ էմոցիոնալ մարդ եմ, ու կարող է մի հատ փոքր բան լինի, ինձ պետք է այդ մի շաբաթ էփել, վերլուծել դնել, ինքը հա մոռացել է, երգում է արդեն, ու ես ցենց նայում եմ էլի, հա, քեզ նորմալ է։ Երևի էտա որ մի քիչ մեր տեմպերը այդ մասով ինքը ավելի արագ հաղթահարում է յուրաքանչյուր թեման, ես մի քիչ ես մնում եմ, էլի։ Բայց շատ հավես է, ես չէի կասկածում որ սենց է, բայց հիմա սենց ուրախացա հանգիստ, տեղը սիրտս տեղը ընկա։ Բայց ինձ չի որ մենք օրինակ չենք վիճում կամ ես ինչ ասում եմ, ինքը ասում է, հա, вообще խնդիր չկա, չէ։ Լինում է որ ինչ որ հարցի շուրջ կարող է սենց լավ վիճենք ու չհասկանանք որ ուղղությամբ էլի պայմանավորվածության գանք, ինչը նորմալ է։ Բեկի ես գիտես ինչ թե ֆիքսի, ես զուտ կոմպլիմենտ ասեմ, որ մի անգամ story էր արել, որ դու Յանը գնացել եք ինչ-որ պատկերասրահ ու ինչ-որ բանավեճ եք ունեցել այդ թեմայի շուրջ ինչ-որ ունենց էր դուրս եկել, որ այդքան խորացել եք, որ արդեն իրար հետ ուրիշ երկիր եք գնում ու լրիվ ուրիշ երկրի մշակույթի հանդեպ կարակ բանավեճ եք շատ խելացի եք երկուսդ։ Ուղղակի այդ էի ասեի։ Բայց որ անկեղծ ասեմ, որ Յանի հետ սկսեցի շփվել, ես հասկացա, որ մենք ինֆորմացիոն դաշտում շատ բաներում սահմանափակ ենք, մենք մեր տեղական ինֆորմացիայի վրա ենք շատ կենտրոնացած, միգուցե մեր խնդիրների ծավալը շատ մեծ է, ու սենց ինքը նենց տարբեր ինչ-որ փոքր երկրներից ինչ-որ բաներ կասի, ասում եմ, հավատա Հայաստան ոչ մեկ չի լսել, մեր մոտ մեր վայրի վերումները այնքան շատ են, բոլորս կենտրոնացած ենք սրա վրա, ու շատ բաներ Իրանից սովորել եմ, մեկը չգիտեմ, գիտեմ, որ Թայվանը ու Չինաստանը մի օր կարող է պատերազմ անեմ, ասես խորանում է սենց բաներ, ասեմ, լավ է, դու խոսա, ես իմանամ, էլի, ինձ մենակ միջազգային մամուլից հետաքրքրում է Հայաստանի մասին ինչ են գրել։ Շատ հետաքրքիր էր քո այդ զրույցը, մենք այսպես թեթև անցում անենք եւ դիմավորենք մեր հերոսին, որը անակնկալ է ձեր համար լինելու, չբացենք ճակերտները եւ դիմավորենք հերոսին, կհասկանաք ինչ եմ ասում։
Համացանցում վստահ եմ, ասենց ինչ որ շոտ հովես, ռոմանտիկ էմոցիաներ տվող լուսանկարներ տեսել ենք, որ օրինակ պապիկը տատիկին ծաղիկներ է նվիրում կամ միասին նստած նախաճաշում են, ինչ որ ասենց հավես ֆոտոներ կա, ֆոտոների մյուս կողմն էլ, որ այս վերջում եմ տեսել կոմենտները, հենց նա դուք էլ եք տեսել, որ պապիկ տատիկ ուղակի նստած իրենց համար ժամանակ են անցկացնում, պետք չէ այդպես կենտրոնանալ եւ այլն, այս բոլոր հարցերի պատասխանները օրինակ պետք է կենտրոնանալ թե ոչ, իրական կյանքում այսպիսի դեպքեր լինում են, թե դրանք ուղղակի համացանցային ֆոտոներ են, այս ամեն ինչի մասին այսօր մենք ունենք շանս հենց առաջին ձեռքից ստանալու ինֆորմացիան, մեր հերոսը պարոն Արամայիսը արդեն մեզ մոտ է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Շատ լավ եմ, դուք ինչպես եք։ Հրաշալի, շնորհակալություն։ Մի քիչ կպատմեք ձեր մասին։ Ես ուզում եմ ասեմ, որ երրորդ, չորրորդ դասարանից ես արդեն սիրարված եմ եղել, եթե դրան ավելացնենք նաև խորհրդային միության բանակի 3 տարին, ապա ես ձեզ տեղյակ պահեմ, որ իմ ցուցակում ես ունեմ 207 ընկերուհի, այնպես որ միշտ շրջապատված եմ եղել ձեր նման գեղեցկուհիներով, որի համար ես երջանիկ եմ եղել, իմ կյանքը այդպես է անցել։ Արամայիս, իսկ այդ 207 հոգու մեջից կար են մեկը, որ առանձնացրել եք։ Իհարկե եղել է, բա երեխեքը որտեղից են ծնվել։ Բայց ո՞նց արժանացավ այն բանին, որ առանձնացավ, այսինքն ինչով գրավեց ձեզ։ Դժվար է 207-ի մեջ առանձնանալը։ 207-ի անուն ազգանունները գրված է, մոտս ցուցակ ունեմ, եթե ուզում եք, ես ձեզ կարող եմ ցույց տալ։ Ուրեմն ինչպես իմ տիկինը ավարտել է Երևանի բժշկական համալսարանը, այն ժամանակ ինստիտուտ էին ասում, եւ 7 տարի ես ամեն դասերը վերջանալու զանգին դրան մոտ կանգնած իրան եմ սպասել։ Ցավոք հիմա նա իմ հետ չի։ Կարելի հարցնել, այսինքն նախորդող 207 ընկերուհիները եղել են մինչև անցել է, էլի ժամանակաշրջան ա եղել, հանդիպել ենք, ասում եմ, նորից եմ կրկնում, ես այդ ամբողջ տարիները, ես հիմա գլուխ գովալ չլինի, ես շատ սիրուն տղա եմ եղել։ Դուք հիմա էլ շատ լավ տեսք ունեք։ Ու իմ էջի մեջ դուք կտեսնեք, եթե հիմա տենց տղա կլինի հիմա Երևանում, հիմա գլուխ եմ գովում, չէ, փաստորեն, բայց դա լոկ ճշմարտություն է։ Ես այդ ջահել տարիներից ոչ ծխել եմ, ոչ խմել եմ, ինչի չեմ ծխել, գիտեք, որ բերանիցս հոտ չգա։ Ահա թե ինչու չեմ ծխել։ Կներեք մի քիչ շատ բանալ։ Չէ, շատ հետաքրքիր պատմություններ, չէ, շատ հետաքրքիր։ Բայց ինձ ավելի շատ հետաքրքիր է ձեր կողակիցում ամեն դեպքում ընտրել եք եւ ենթադրում եմ երկար տարիներ միասին ապրել եք։ Այո, եղել 44 տարի նույն պոլիկլինիկայում աշխատել։ Իսկ իր բնավորության մեջ ամենաշատը ի՞նչն եք սիրել միասին կյանքում։ Ամեն ինչը։ Հատկապես։ Եթե կարող եք մի Во-первых, Վրաստանի աղջիկ էր սպիտակամորթ։ Արտաքինը, այսինքն առաջինը։ Ամեն ինչը տեղին։ Հիշում եք առաջին ժամադրությունը, որտեղ եք գնացել, ոնց եք հրավիրել։ Առաջին համբուրն էլ եմ հիշում։ Եկեք սկսենք առաջին ժամադրությունից։ Իդեպ խոսքը գնաց համբուրի մասին, մի բան ասեմ։ Ես ում որ համբուրում էի, այդ աղջիկները ինձ բոլորը ասում էին, բանը, ձեր շուրթերից հուր է թափում։ Հուրը գիտեք, չէ՞ ինչա։ Կրակ, հուր, երկաթ եւ այլն։ Կաց, հուր։ Հասկացանք։ Այդտենց եմ ես սիրել ու ճամփու դրել, Կրակոտ տղամարդ եք եղել։ Դե եկեք առաջին ժամադրությունից խոսենք։ Ոնց հրավիրեցիք, ուր գնացիք։ Ուր գնացիք, ուր պետք է գնանք։ Կիրովի այգի։ Գիտեք Կիրովի այգին, չգիտեք։ Մանկական այգի են ասում։ Ոնց համաձայնվեց, սկզբից համաձայնվեց, արդեն հասկացել էիք, որ ձեզ հավանում է։ Ինձ ոչ թե հավանում էին, այլ գլխովը շուրմուր էին գալի։ Ես չէի հասցնում, ես օրեր ելնեմ 4-5-6 ժամադրություն էի ունենում եւ ինչի համար ասեցի, որ չեմ ծխում։ Օրն էլ 6-7 անգամ ատամներս էի լվանում։ Սովորեք այդ ամեն ինչը։ Դուք ասացիք, որ 207 հոգու անուն ունեք ցուցակով։ Հիմա ձեր մոտ է այդ ցուցակը։ Հա, մեքենայի մեջ է, բայց դրսում։
Չգիտեի, որ այդ հարցի մասին ես երկու օրինակ ունեմ, մեկը տունն եմ պահում, մեկը մեքենայի մեջ։ Շատ լավ հումորի զգացում ունեք։ Իսկ օրինակ այս տարիների ընթացքում ինչ ա փոխվել, այն կա ինչ-որ բաներ, որ այն ժամանակ ուրիշ ակնկալիքներ ունեիք կանանցից, հարաբերությունից ու հիմա օրինակ դրանք փոխվել են։ Դե արդեն 73 տարեկան եմ, բայց հիմա ճիշտն ասած ուզում եմ բախտս փորձեմ ամուսնանամ, բայց թե ոնց կստացվի, ինչ կստացվի, չգիտեմ։ Այսինքն լուրջ հարաբերությունների ակնկալիք ունեք։ Կա տենց համապատասխան Դե տեխնիկա։ հիմա կգտնենք։ Այսօր կիմանանք, կա թե ոչ, Այո։ բայց մի հատ ուրիշ բան եմ ուզում հարցնել։ Այսօր փորձել ենք սենց ձեր ժամանակաշրջանի նորաձևությանը համահունչ հագնվել, վարսահարդարում անել, ըստ ձեզ համապատասխան ենք հագնված։ Մենակ այդ ոտին գցելը մի միլիոն արժի։ Ես բոլորին այս հարցը տալիս եմ, դուք ունեք տենց համակրելի հայտնի դեմքեր, որ այդ կնոջ էտալոնը ձեր համար իդեալական է։ Ասենք Ջենիֆեր Լոպես։ Ահա, 3 հոգու կասեք։ Համերգին գնացել էի։ Հա։ Հետո 3 հոգի։ Հիմա այս բան չեմ կարող ասել։ Բայց Ջենիֆեր Լոպեսը արդեն հասկացաք շատ, իսկ այն ժամանակվա աղջիկների ու հիմիկվա աղջիկների ստանդարտները հաստատ Լրիվ տարբեր են։ Հիմա փորները բաց են մանգալի, նասկի չեն հագնում։ Ոյ կներեք։ Բայց ստեղ այմ նասկիները հենց հիմա Ես հագնեմ։ ձեզ հիմա Հենց հիմա հագնեմ նասկի։ Բայց նասկի չեն հագնում։ Փորները բաց են մանգալի։ Ձմեռվա կեսին կարճ թեև, չգիտեմ ինչ, բան մեր ժամանակը տենց չէր։ Ես հագա նասկի։ Վայ, Ձեր խատ։ Մի հատը հագա, մյուսը չէ, որ ցույց տա, որ համ ժամանակակից է, առանձնասկի համ ժամանակակից ձեր Բայց շատ ժամանակներին։ ոճային է հիմա այս կոշիկներն ասկեով։ Գերմանական ու յուգոսլավսկի, Հարավսլավիա, գիտես չէ, Հա, Յուգոսլավիան, ոչ գիտեմ, հիմա Հարավսլավիա։ չկա կարծեմ։ Կոմբինացիա էին կառնում տուրիստներս մի 30-40 հատ ու եթե հաջողում էր անց էին կացնում գերմանական կոմբինացիա զիզի բիզի սիրուն այդ բաներով այդ ինչ եք ասում պլեչիկ 25 ռուբլի իսկ հիմա այս աղջիկների համար ոչ կոմբինացիա են ծախում ոչ բան ձմեռվա ցրտին բանը կարող է շուբա ակնի նայում է սպորտը բաց հələ մի հատ էլ սկսել են ստե նկարներ դնել եւ այլն որն է կա ասեմ Այդ նկարները դնում են, որ ճանաչեն իրանց։ զզվում եմ ես օրինակ նրան չէի համբյուրի Բայց նայեք, ես էլ նկար ունեմ իմ վայ ձեռքին։ մամա ջան ցույց չտար Մենք արդեն պատկերացրեցինք մոտավորապես ինչ եք ակնկալում ձեր կողակցից, ինչպիսին եք պատկերացնում իրեն։ Իսկ դուք օրինակ ինչ եք պատկերացնում, ինչ կարող եք առաջարկել ձեր կողակցին հարաբերություններում։ Կուզեմ որ իրար հասկանանք այս մնացած տարիները ծերության ասենք իրար հասկանանք, չկռվենք, նորմալ ապրենք, էլի։ Իսկ դուք խանդոտ եք։ Դե հիմա չէ երևի, բայց այն վաղ թա։ Ինչ պատկերացումներ, ինչ ակնկալիքներ ունեք հաղորդումից, այսօր որ եկել եք ու կանանց ինչ հարցեր տանք։ Ձեր համար պայքարելու եկած կանանց ինչ հարցեր։ Նախ ես պետք է մի հատ ոտից գլուխ հայացքով ուսումնասիրեմ, չեմ ասում շոշափեմ։ Հայացքով ուսումնասիրեմ, մի երկու հարց տեսնեմ ով ոնց է խոսում եւ այլն։ Այտենց հրկոպալ չի ոնց են ասում։ Հիմա արդեն ժամանակն է, որ մենք հյուրընկալենք մասնակիցներին, կանանց, ովքեր եկել են ձեր սիրտը գրավելու այսօր։ Ձեզ պետք է խնդրենք, սպասեք, մինչ մենք նրանց հետ զրուցենք, հետո արդեն միասին գնանք Հա, բայց ժամադրության։ կարող անեցելնի ես իրանք չհավանեմ։ Հա, իհարկե Կամ կարող է իրանք լինի։ ինձ չհավանեն։ Ձեզ անհնար է Հիմա էլ են չհավանել։ խուճուճ մազերս չկա, այն բան գլատկի Դե կգնանք ժամադրության կիմանանք։ Պարոն Արամայիսի հետ շատ բուրըն զրույցից հետո, մեղմ ասած ինձ թվում է բուրըն զրույցից հետո, արդեն մեզ մոտ է Տիկին Ջուլիան, բարև ձեզ, մեր մասնակիցներից առաջինը, կխնդրեմ մի քիչ պատմեք ձեր մասին, այս փուլում ինչով եք զբաղվում, ինչ զբաղվածություն կա առհասարակ։ Հիմա չեմ աշխատում, տնային տնտեսուհի եմ։
ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ։ Մասնագիտությունով կոշիկի դիզայներ եմ եղել, աշխատել եմ ժամանակին։ Հիմա չեմ աշխատում։ Տիկին Ջուլիա, կարող եմ ձեզ մի քիչ շատ անձնական հարց տամ։ Այո։ Ձեր որոշումն է եղել չամուսնանալու, արդյոք ինչ-որ պահին փոշմանել եք դրա համար, թե ոչ։ Դե փոշմանել է, երևի փոշմանել եմ, բայց իմ որոշումը, գիտեք ոնց ա եղել, օրինակ մի հատ դեպք պատմեմ իմ կյանքից։ Ուրեմն ժամանակի ընթացքում Հայաստանից հեռացա, ուրիշ երկիր գնացի աշխատելու, հետո վերադարձա, այստեղ արդեն տուն ունեի, մեքենա ունեի, բիզնես ունեի։ Եվ մի տղայի հետ ծանոթացա մի անգամ, այդպես գիտեր, որ խանութ ունեմ, մեքենա ունեմ, նոր Mercedes, նոր լրիվ նոր տուն ունեմ ու չէի ցանկանում հանդիպեի ու մի օր ասեցի փորձեմ, զանգեց ինձ։ Ասեցի ճիշտն ասա, ոնց ես, ինչ ես, ասի լավ չեմ, հետ խանութը փակել եմ, մեքենան տունը վաճառել եմ, հեռախոսը անջատեց ու վերջել չզանգեց։ Սորսոփելի է։ Կարևորը ճիշտ ժամանակին եք բացահայտել։ Հա, հետո մի դեպք էլ հիշում եմ, աշխատում էի, մի տղա կար մեզ հետ աշխատում, մամաս էլ էր ինձ հետ աշխատում, նույնիսկ մամայիս մամա էր ասում։ Մի օր գնացի իրենց տուն հյուր, իրենց papan բաժանված էր, Ռուսաստան էր ապրում։ Ու իր մայրը քույրը ինձ հարցակ քնում են, ինչ ունես, ինչ չունես, դե իմ papas էլ ես փոքր եմ եղել, որ մահացել է։ Այդպես ծանոթացանք, հետո եկա իր քույրը զանգեց ինձ, բա գիտես, մենք մեր աղբոր համար հարուստ աղջիկ ենք ուզում, որ հարուստ papa ունենա։ Եթե դուք հարուստ լինեիք, չէր լինի, անպայման պետք է papan հարուստ լիներ։ Ու սենց վերջը տենց հիասթափվեցի ու էլ ում ես էի հավանում, երևի իրանք ինձ չէին հավանում, ով ինձ էր հավանում, ես չէի հավանում ու մնացի տանում։ Ինչ մնացեց, ասեք այդպես։ Ամեն դեպքում շատ ողջունելի է, որ հիմա էլ ցանկություն ունեք նոր մարդու հանդիպելու ու երբեք չգիտենք, երբ կհանդիպենք մեր իրական սիրուն։ Ճիշտն ասած, արտասահմանում հետո հանդիպեցի մի անգլիացու, նշանվեցինք։ Ինքը եկավ Հայաստան, որ ամուսնանանք, դոկումենտները ապոստիլով չէր հաստատել, այստեղ մերժեցին նախարարությունում, պետք է հաստատել Անգլիայում նոր, ու երևի տարին մի անգամ հանդիպում էինք, կորոնայի ժամանակ մահացավ։ Այս վերջերս է եղել։ Հա, 20 թվականից։ Այդպես։ Ոյ։ Ինչ հետաքրքիր է, չէ՞ կյանքը։ Ես ընդհանրապես չէի սպասում ես չգիտեմ ոնց ինձ պայմ կներեք, շատ նեղվեցի։ Ու իրական ձեզնից այնքան դրական շատ հաճելի էներգիա է գալիս ու վստահ եմ նաև որ հարաբերություններում շատ դրական զուգընկեր կլինեք ու մենք այսօր փորձենք մեր հարցերով էլ ձեզ օգնենք։ Համաձայն եմ, փորձենք, մի քիչ դուք մեզ կօգնեք, մի քիչ մենք ձեզ կօգնենք, ասենց իրար աջակցելով աղջիկներով։ Հետաքրքիր է տղամարդկանց հետ կապված ինչ ստանդարտներ ունեք, որովհետև դուք շատ գեղեցիկ եք, դուք շատ կայացած եք, արդեն ձեր պատմությունից հասկացանք, եւ հաստատ ինչ որ ստանդարտներ կունենաք, անձնական ստանդարտների մասին է խոսքը։ Ինչպիսին պետք է լինի տղամարդը ձեր կողքի։ Իմ կողքի տղամարդը նույնպես պետք է կայացած լինի, կնոջից կախվածություն չունենա, այդպես։ Իսկ ինչպես կվերաբերվեք, եթե ձեր կողակիցը նախկինում բազմաթիվ հարաբերություններ ունեցած լինի, շատ կանանց հետ հանդիպած լինի։ Օրինակ 207 կնոջ հետ։ Ոյ։ Ձեզ կամացկված պատրաստում եք։ Կակրաս 8 թիվն էլ սիրում եմ։ Թիվա 208։ Իսկ բնավորության մեջ տղամարդկանց որ գիծն է, որ շատ կարևորում եք։ Շատ գիծը գիտեք, որը որ համ կնամոլ չլինի, համ էլ կնոջը հարգի եւ ուժեղ լինի կնոջից։ Չեմ սիրում այն տղամարդկանց, որ ընդհարքում է կնոջը, չեմ սիրում դա։ Տիկին Յուլիա, իսկ այն ժամանակվա տղաները լրիվ ուրիշ ձև են եղել։ Մի քիչ կպատմեք, օրինակ ինչ ստանդարտներ ա եղել այն ժամանակ ձեր համար։ Օրինակ մեր համար հիմա ասում ենք հոգատար լինի, մեզ հերիքա, չգիտեմ, էսենց լինի, մեզ հերիքա, ցած շատ մինիմալ ենք բերել։ Մեր դարի փորձից մինիմալ ենք բերել, իսկ այն ժամանակ ես վստահ եմ ավելի բարձր ա եղել այդ ստանդարտները։ Չէ, կարելի է ասել, էլի երևի նույնն ա եղել, բոլորը ձգտում էին, որ աղջիկը հիմա չգիտեմ, այդ օժիտ կա, թե չկա, անպայման պետք է օժիտ ունենա։ Չէ, տղան դուք ինչ
Ես չեմ ունեցել։ Այն ժամանակ պետք է ուժիտ ունենալ։ Տղան ինչ գծեր պետք է ունենար, որ հավանեիք։ Այն ժամանակ էլի։ Ինչ գծեր աշխատեր։ Կարևորը ընտանիքը կարողանար պահեր եւ գեղեցիկ լինել իհարկե։ Ինչ ասել է գեղեցկության ձեր պատկերացումները, ձեր ստանդարտները տղամարդու արտաքինում։ Սիրուն լինի, չգիտեմ։ Բարձրահասակ, հասակը կապ չունի։ Ես հիշում եմ մի անգամ կերս աղջիկ ամուսնացել էր, իր հարսանիքի հարսնակուրն էի ես, մի տղա ինձ էր հավաներ, եկել էին ինձ ուզելու։ Միշտ հիշում եմ այդ տղային, մոզերս էս կանգուր, պատամները մեծ, գիշ, ու ինձ ծեծեցի, որ ես այդ տղային չուզեցի, դե փոքր էի, 18 տարեկան էի երևի, մի լավ ծեծեցին, տնից փախա, որ ես այդ տղային չուզեցի։ Հիմա ժպիտով եք հիշում, բայց կարևորը ձեր հիշում եմ ես այդ ձեր դիրքորոշումը պահել եք։ Իսկ ձեզ համար կարևոր է, որ օրինակ ձեր կողակիցը կենցաղային հարցերում ձեզ օգնի, աջակցի, թե դա ձեզ համար էական չի, կարևորը օրինակ իր աշխատանքը ունենա, կայացած լինի։ Աշխատանք ունենա, կայացած լինի։ Ճիշտ ասած չեմ սիրում, որ տղամարդիկ կենցաղային Գարատուն մաքրեն ճաշ եփեն կարտոշկա։ Ես չեմ սիրում այդպիսի տղաներ։ Մի խոսքով դուք դեմ չեք, որ կենցաղային պատասխանատվությունները ձեզ վրա լինեն։ Այո, այո։ Իսկ ամենահամեղը որ կերակուրն եք պատրաստում, որ կարող եք գրավել տղամարդու սիրտը։ Ես ճիշտ ասած ամեն ինչ էլ կարողանում եմ պատրաստեմ, շատ վաղուց մենակ եմ ապրում եւ համարյա fast food այս բաներից երբեք չեմ օգնում, տանը ես եմ պատրաստում։ Բլինչիկ Տոլմա, մեր հայկական։ Քանի որ այսօր նաև ժամադրության ֆորմատ ենք ունենալու, կհիշեք ձեր կյանքում եղած տպավորիչ ժամադրությունը, որ ունեցել եք։ Տպավորիչ, բայց էլի վատ ավարտա ունեց, այդպես պատմեմ։ Հա, պատմեք։ Եթե ձեզ օքեյ է եւ ցավ չի պատճառի, պատմեք։ Չէ, ցավ չի պատճառում, դες առաջի վերջին անգամ եմ հանդիպել այդ տղային, որ հիշում եմ այդ ժամադրությունը։ Տենց բասեին ենք գնում, լողավազանի մեջ ճիշտ ասած ծանոթացանք, երևի մի 20 տարի առաջ, հիմա չաղացել եմ, մի քիչ մեծացել եմ։ Չէ, լավ, հրավիրեց սուրճ խմելու, գնացինք ու այդ ժամանակ երևի հաշիվը որ բերեցին, հիշում եմ 2000 դրամ էր, ինձ սենց արեց, դե տուր գումարը, սենց օփշեցի, սենց գումարը տվեցի ու ինքը բոյով շատ սիրուն տղա էր։ Ու այդ տղան իմ աչքից սենց դարձավ ոնց որ փալաս կարելի ասել այդպես։ Հետո ինքը այդ 2000 ինձ հետ տվեց, բայց քեզ էի փորձում որ միտեղ գնանք իմ մոտ գումար չլինի, դու քեզ ոնց պիտի։ Էլ փալասից չվերականգնվեց։ Ոչ, ես էլ չներեցի, չկարողացա։ Բայց այդ ինչ փորձություններ երբ ձեզ ուզում ենթարկեր առաջ։ առաջ։ Ես էլ չկարողացա։ Իրականում այս դեպքում իմ համար մաշկից ընկավ, այդպես շուտ հիասթափվել եմ ամեն ինչից։ Խոսքով դուք բավական կոնսերվատիվ ակնկալիքներ ունեք։ Դե գոնե հաշիվը ասենք աղջիկը փակի, ոնց կարա, չգիտեմ հիմա ոնց։ Եթե ինչ-որ մեկին հրավիրեք տուն, ձեր գումարով ընթրիք պատրաստեք կամ միտեղ հրավիրեք, դուք գումարը վճարեք, այս տարբերակով էլ, չէ, եթե դուք եք նախաձեռնում, ոչ թե օրինակ փորձում։ Հա, այդպես եղել է, որ ես մարդկանց, ասենք, տեղ եմ հրավիրել, անես տղաներ են եղել, հաշիվը ես եմ փակել, որտեղ ես եմ հրավիրել, դա լրիվ ուրիշ է, բայց ժամադրության մեջ ժամադրության մեջ, ասենք, աղջիկը չգիտեմ։ Այդ ժամադրության ընթացքում, որ նշեցիք, ինքը ձեզ փորձում էր, ավելի շատ ձեզ ինչը վիրավորեց, որ ասացիք փալաս, ձեզ վիրավորեց, որ ձեզ փորձել են, թե ձեզ վիրավորեց հենց այդ հանգամանքը հաշիվ փակել։ Այդ հանգամանքը, որ աղջիկը պետքա հաշիվ փակի։ Բայց հետո վերադարձրեց, է։ Դե արդեն ուշ է չի լինի։ Գնաց որ ասма գնամերի արի սիրեմ։ Գնամերի արի սիրեմ, ոնց որ այդ տարբերակը։ Հա, ինձ օրինակ ներվայնացրեց փորձելը։ Հա, ընդհանրապես։ Ես ավելի փորձելու միտքն էր։ Ընկավ ու իշքան Պետք է այսպես 2000 դրամը դեն շպրտեք նրա։ Ապրեք։ Տիկին Ջուլիա, ձեզ հետ շատ հետաքրքիր է զրուցել, հիմա ձեզ կխնդրեմ, որ դուք պատրաստվեք ժամադրության, մենք արդեն դիմավորենք երկրորդ մասնակցին եւ տեսնենք ինչ հետո քրքիր։ Հետ եմ ժամադրվելու, ես չեմ տեսել։ Բայ, շատ հենց անակնկալ է տեղը։ Գնացի, առայժմ այսպես նորից հանդիպելու ենք, չէ՞ երևի։ Առայժմ Ինչքան սիրուն են այս ամեն ինչը, դու շատ հավես է։
Առաջին մասնակցի հետ ծանոթանալուց հետո ժամանակն է ծանոթանալ երկրորդ մասնակցի հետ։ Տիկին Արմիկ, մենք նախապես հարցրինք, ինչպես կարող ենք ձեզ դիմել, Տիկին արտահայտությանը, մեր մասնակից ասեց, դե լավ է, հետևաբար մենք նրան ուղղակի Արմիկ ենք ասելու։ Շատ գեղեցիկ եք, շատ sense սազումած ես կարմիրը, համադրությունը, զարդերի հանդեպ ես երբեք անտարբեր չեմ լինում։ Եվ ամենակարևորը ձեր Առաջին մասնագիտությունն է։ Օ, մի քիչ կպատմեք Ձեր մասին ձեր մասին, զբաղվածության մասին։ Օ, մի քիչ բարդ հարց է։ Նախ առաջին քանի որ զարդերը երևի շատ եմ սիրել, առաջին մասնագիտությունս ոսկերչությունն է։ Օ, կին ոսկերիչներ շատ չեն, այնպես որ ընտիր որոշումը։ Այո։ Դե արվեստի մշակույթի մարդ եմ։ Շատ զբաղվածությամբ, այսպես հասարակական գործունեությամբ եմ շատ զբաղված լինում։ Ինչ ուղղությամբ հասարակական գործունեությունը։ Երգել եմ սիրում, երգչախմբերում եմ երգում։ Կարող ենք խնդրել մեզ համար ինչ որ փոքր կատարել։ Մենք կմիանանք ձեզ։ Վայ, Հետո ես կերկեմ։ իմ խորոտիկ յարը բախչեն բարեգերը Կամին զարեգերը դոշվին բացվերը։ Շատ սիրուն։ Շնորհակալություն։ Ապրեք։ Այնքան հանգիստ եք խոսում, այնքան ասած կիրթ եւ ինչ որ հետաքրքիր էներգիա գալիս։ Բայց մանկավարժ եմ։ Օ, զգացվեց մի անգամից։ Նկարիչ մանկավարժ եմ մասնագիտությամբ, բայց նաև սրբանկարիչ եմ։ Իսկ որտեղ եք դասավանդում։ Դպրոցում եմ հիմա հասարակական գործերով եմ շատ զբաղված լինում, հաճախ հրավերքներ ենք ստանում, համերգ, թատրոն եւ այլ միջոցառումների խմբերքան տանում եմ իրենց տարի, ավելի տարիք, այսպես տարեցների ժամանակը լավ անցկացնելու համար գնում ենք համերգ, թատրոն, հետաքրքիր։ Կարող եմ ձեր անձնականից հարցեր տալ։ Եթե պետք է տվեք, խնդրեմ։ Ինչ հարցի չուզեք, կարող եք պատասխանել։ Դուք ունեցել եք ժամադրություններ, ամուսնություն։ Ժամադրություններ, այո, բայց քիչ։ Հա։ Ամենատպավորիչը կհիշեք, դրական առումով տպավորիչը։ Հիմնականում անկեղծ ասած տարիքով փոքրն են ինձ շատ մոտեցե, չի ստացվել անկեղծ ասած ամուսնությունը։ Իհարկե, այդպես նենց չի, որ ոչ ոք չի եղել է, սիրել եմ, բայց այնքան զբաղված եմ եղել ու ինձ համար լուրջ չէր այդ ամուսնական կյանքը, ինձ համար ավելի հետաքրքիր կյանք եմ անցկացրել։ Իսկ օրինակ ձեր կարծիքով հիմա փոփոխվել է այդ մասը, թե հիմա էլ է աշխատանքի մասը ձեզ ավելի հետաքրքիր, քան անձնական հարաբերությունների կտորը։ Պատկերացրեք էլի նույնը։ Միգուցե չեմ գտել այն մեկին, որը որ կարող էր ամբողջությամբ ինձ զբաղեցնել, որ ես այս ոչ երեխաներով, ոչ մշակույթով, ոչ նկարելով, այդպիսի մեկը դեռ չի եղել։ Իսկ ինչպեսի պետք է լինի տղամարդը, որ հենց այդպիսի մեկը լինի ձեզ համար։ Որ հայ քրիստոնյա։ Անկեղծ ասած, հիմա բոլորը կասեն, ես քրիստոնյա եմ եւ այլն, մկրտվել եմ, ինձ համար գրագետ քրիստոնյան։ Ինչ բան է քրիստոնեությունը, ինչ ենք ընդունել։ Մենակ մոմ վառելով չի, կամ հայր մեր ասելով չի։ Նախ իմանան ինչ ենք ընդունել, ինչ ասել է քրիստոնեությունը, ինչու համար մենք ընդունեցինք։ Եվ վերջապես, եթե այդ բոլորը կա, արդեն դրական համար, ինձ համար դրական կերպար է։ Արդեն դրանից հետո թե մասնագիտություն նաև արտաքին է իհարկե։ Իսկ դες համար կարևոր է, որ էլի արվեստի մարդ լինի, հետաքրքրված լինի։ Այդպես չի ասի, միգուցե լրացնի իր բնավորությամբ, կարևորը որ խնամված լինի։ Չեմ սիրում թափված այդպես, ինչ որ բան, եթե իմ տարիքին է, բնական է ինչ որ մի բան ստեղծած պիտի լինի, չէ՞, ճիշտ ապրած մարդ, որ զգամ, որ իրոք տղամարդ է կողքս, այդպիսի մարդ է իհարկե շատ դժվար կլինի։ Բայց ոչ անհնար։ Կարող է, ես միշտ ասում եմ,
իմ երազատ ասպետը դեռ նոր պիտի ծնվի։ Պուգաչովյանն էլ է սպասում եմ, որ նոր տենց կծնվի։ Իսկ դուք պատկերացնում եք հենց օրինակ ամուսնություն, թե ավելի շատ այս պահին ման եք գալիս, լավ ընկեր, զուգընկեր, թեկուզ ժամադրությունների գնալու, թանգարան միասին գնալու, թե լուրջ հենց ամուսնություն կպատկերացնեք։ Չէ, ես այս տարիքում շատ լուրջ չէի պատկերացնի։ Նախ շատ զբաղված եմ լինում, եւ երկրորդն էլ իհարկե կողքս ինչ որ մեկը լիներ, հաճելի է իհարկե, որ մենակ չլինես եւ ինչ որ հարցերով աշխարհի հարցեր կլինեն օգնելու։ Իհարկե, այս տարիքն է, երբ որ մենակությունը այդքան էլ հաճելի չի։ Ուղղակի զբաղվածությունը այնքան շատ է, որ դեռ նախ չեմ հանդիպել ու դեռ չեմ մտածում տենց շատ լուրջ։ Ուղղակի որպես կյանքի ընկեր։ Հրաշալի է, ընդունելի է։ Իսկ արտաքինի հետ կապված նշեցիք, որ նաև կարևոր է արտաքինը, ինչպեսի պետք է լինի։ Խնամված, գեղեցիկ։ Չէ, արտաքինը շատ գեղեցիկ կարևոր չի, հագուստը հենց անգամ հաճելի լինի, որ կողքս է։ Հիմա որ նայես տեսնես, եթե հաճելի գեղեցիկ չի, բնական է։ Հատկապես հաշվի առնելով ձեր հագուստի ընտրությունը, գունային համադրությունը, արդեն ակնկալելի է, որ նաև նման սպասումներ կունեն։ Շատ լավ, նին հարցեր ունես։ Չէ, ես այնքան բավականություն եմ ստացել ընդհանուր այս օրվա հաղորդումից ու այս մարդկանցից, որ ուղղակի ուզում եմ լսեմ տենց ավելորդ հարցեր չտամ, որովհետև ժամադրությանն եմ անհամբեր սպասում։ Եվ դու։ Չէ, ես էլ հարցեր չունեմ։ Շատ լավ, դե ձեզ շնորհակալություն ենք հայտնում, այնքան sense դրական էներգիա ստացանք, չգիտեմ հնարավոր է տեսախցիկներով սա փոխանցել դիտողներին թե ոչ, այսինքն այն էներգիան, որը մենք այստեղ ենք ստանում, հուսանք կստացվի դա փոխանցել դիտողներին, շատ շնորհակալ ենք, կխնդրենք ձեզ խոստովանեմ, որ այնքան հիացած եմ, որ ես չեմ պատկերացնում, հիմա ինձ նկարում են։ Իսկ թվում մեր տան մեջ հյուր եկե, կամ էլ ես ձեր տան մեջ այդպես զրուցում ենք, ես նույնիսկ չեմ էլ պատկերացնում, որ հիմա ինձ նկարում են։ Շատ հաճելի է։ Հաճելի է շատ, դե արդեն մենք կարող ենք շարժվել առաջ եւ հասել ենք ամենասպասված երևի պահերից մեկին ժամադրություններին։ Ինձ թվում է այսօր կարմիր դրոշակը մեզ պետք չի գա։ Առաջին հաղորդումներից մեկը կլինի, որ պետք չի գա, ուղղակի որովհետև արդեն հասցրել ենք ծանոթանալ եւ զգալ այդ էներգիան, այդ էմոցիաները։ Դե ձեզ էլ շատ չսպասեցնենք, շարժվենք առաջ, կհանդիպենք արդեն ժամադրությունների ընթացքում։ Բարին ձեզ հետ։ Ձեզ էլ դեռ հանդիպելու ենք։ Ինչ ես նայում։ Սիրահարվար։ Չեմ ապրում։ Հա։ Հիշողության գիրկն են գա։ Դե լավ, ասի։ Նման սիրո սիրած ունեցել ես, հələ ասա։ Ու։ Դա նոյ։ Այն որ ասում եք 207 207 գերուհի։ Երանիշ թիվա։ Այդ ոնց ես հաշվել այդքանը։ Ոնց է։ Անուն ազգանները գրել եմ, ոնց դի հաշվել։ Ուրա։ Ավտոյի մեջ է։ Ախի չես։ Երկու օրինակ ունեմ, մեկը տունն է, մյուսը մեքենայից մեջ ման եմ տալի։ Այդ կնիկների տեղը գիտես։ Չէ։ Որտեղ ես ապրում։ Իհարկե Երևանում։ Տուն ունես։ Հա, ունեմ։ Տունն ա քեզ հետաքրքիր թե։ Դե ամեն ինչն էլ հետաքրքիր է։ Հա, Բա որ տուն չունենաս մեղայ ասում։ ունեմ, տուն ունեմ։ Բանկում հաշիվ Քեզ ունես։ կտեղավոր չէ, չունեմ։ Բայց ոնց ես պահելու։ Չէ, ես գումարը տունն եմ պահում։ Որ գողերը կան տանը։ Գողերը չեն կարա տեղը իմանան։ Տունը թալանեցին գողերը, ոնց չգիտեմ։ Բա ոնց է տեն սիրուն աղջի քեզ Ոնց ես չեն պահելու։ Ոնց եմ պահելու։ Դրա որ տանեին հիմա կգայիս թե որ Դե քեզ։ լիքը շորեր ունես, կհակնես միջև մի 10 տարի իր հետ կապրենք հետո։ Բայ Հա, բա դու գիտես ես պետք է լրիվ ինձ թազա մեքենա առնես, թազա շորեր առնես։ Չէ, տինի տուդա պապալա։ Դա։ Բայց Բայց գնահատենք քեզ անկեղծությունը մարդի սկզբանե Միտես ես քեզ կառնեմ։ Այ, Հա։ բիցում նայլտես ես քեզ կորնեմ դուրից դու։
Դու այդ պիզեն։ Իմ նման սիրուն կնիկը քեզ առնի, դու էլ չուզես, հա։ Բայց դու ինչ գիտես դու սիրուն ես։ Մենք Ով ասում։ փաստ Քեզնից սիրուն չեմ։ Դու ինձ գիտես ինձ ջայ ժամանակ ինչ Այմա էին ջայ ասում։ չես անցել։ Այն ժամանակ։ Սիրուն արմու էին Բայց ասում։ դա անցել է, մոռացի։ Հա։ Անցել է։ Եվ ես էլ Կլորա, կլոր, իմ մականունը կլորա։ Բայ հիմա քեզ երկար է։ Իսկ կարողա ձեզ համար երգը մի հատ տաղնգով բարեք։ Ձեր ժամանակների երգը։ Երկեք հլա։ Ես երկե։ Ես երգեմ։ Հա իհարկե։ Օչի չորնիե, օչի սինիե։ Բայց պետք է տաղնգով տաղնգով երեք բարելու։ Խնդրում Արի եմ։ հրավիրի բայ։ Օչի չորնիե, Քարի հրավիրի ես տիկա։ ի կալուչիե։ Հալա քեզնից է բոյով եմ ինձ է չի ասում բոյով։ Ես։ Բոյով չէ։ Կամալուզավաս, նա Բոյով եմ բանայ։ Բոյով Այդ կոշիկները թանի նոր ասա բոյով եմ։ Բայց իմ կաբլուկները ցածր է, նայի։ Հա։ Հա, բա։ Դաժե կաբլուկի դու շադրություն չեմ կաբլուկ- դարձրել։ Օչի չորնիե, Ես էլ քեզ ոչ չեմ ամուսնանա, ես ուր էլ եկել եմ։ օչի ժգուչիե, Հիմա ինչ կարանք մենք երջանիկ լինենք։ Ասեցի պետք է ինձի նոր մեքենա առնես։ Չէ, եթե թույսով ես գալի, ես նոր մեքենա առնեմ, որ Բադամ ուրիշներին։ ինչ անեմ, քո շորերը լվամ քեզ ճաշեմ, հե։ Հա։ Յո, ո՞վ։ Բա ես է քեզ կսիրեմ։ Բավո։ Ստարիքում դու դժվար է կառնաս իրես, հա։ Մայքոտել ես։ Նա Վերջ, շնորհակալություն։ Նա դուղեկցին աստեմ, հա։ Այ, ահա։ Խնդրեմ, գեղեցկուհի։ Ոտոնում կհոլվեմ Բա կմոշ։ տեսար որ գեղեցկուհի է, բա չէ։ Բա հետո հիմա ինչ ենք որոշում։ Դու պիտի Կարող որոշես։ ենք հանդիպել դրսում խոսել։ Հանդիպենք, ուզում ես։ Հա։ Լավ, հանդիպենք։ Բայց դա չի նշանակում, որ ես 100% որոշել եմ, որ պետքա մենք միասին կապենք մեր մնացած տարիները Հանդիպելու ենք ուր գնանք, լասա։ հանդիպելու ենք Շահումյան փողոցի վրա մի հատ պոնչիկ Հե։ անոց։ Հա, լավ չի։ Տակ Ես պոնչիկ չեմ ուտում։ Տակ կակao։ Ես պոնչիկ չեմ ուտում, ես ծովային կերակուրներ եմ սիրում։ Lobster, Իսկ ես զզվում եմ։ shrimp, lobster, էդի չէ։ Չէ, տինի տուդա պապալա։ Իա, Դա։ ավոկադոյով սալատ, շրիմով, ռուկոլա։ Չես սիրում տես բաներ։ Հավի քաբաբ սիրում ես։ Չէ, Հիմա որ դուրս գանք տանեմ ոչ, պատիվ տա։ ես ոչ շաուրմա եմ սիրում, ոչ հավի քաբաբ, ոչ խորոված։ Այդ անունները, որ դու գիտես ծովի, մովի, ճապոնական, ես իմ ինչ, ես Չէ, զզվում սուշի եմ չեմ դրա սիրում, հոտից։ չէ, սուշի չեմ Հա, սիրում։ Չէ, Մնացածը ախպեր, չեղավ, չէ։ չէ։ Ո՞։ Բայց Ուտելու կարող է համար իրեն ես լավ ինձ ուզում։ հասկանաք, ուտելիքի Չէ։ շուրջ կոմպրոմիսի գաք։ Ուտելու Տարբեր համար բաներ ես իմ, կուտեք։ դու ինչ ես սիրում, հլա ասա։ Ես տոլմա եմ կարում լավ սարքեմ, բորշ, Այ, տոլման, հիմա ես այսօր Բորշ։ բորշ եմ կերել, նոր եմ եկել։ Ո՞վ է ձեր բորշը։ Ես եմ եփել։ դու Տավարի մսով, բորշը։ բուրակով, բանով։ Ինչով։ Տավարի մսով։ Դե լավ է, դե ես ճաշ չեմ եփ, ինչ լավ է, դու կեփես։ Լավ ուր են գնում, հլա ասա։ Բայց ծաղիկներով կգաս, հաս այսօրվա պես ես դատարկ չգաս։ Այսօր ես ինչ գիտեի, որ ես քո նման Սպոնտան է։ անձնավորությանը պետք է հանդիպեմ ստեղ։ Բայց գալիս էր որ ժամադրվեր, չէ՞, Դե, որ հա, մեկ բայց է։ ես չգիտեի, որ Ոմերը դրելս Քո գիտես նման ռոմանտիկա է, հա, գեղեցկուհի առանց կլինի։ ծաղիկների։ Եստեղ Էդի պիտի մտածեմ։ Ես ոնց որ քո վրա թանկ եմ նստելու դու դժվար է ինչ ուզես։ Բայց ձեր դուրը գայիս է տիկին Ջուլիան։ Հաստատ։ Հա? Պատասխանի հավանում ես ինձ թե չէ։ Ես մարդը վախեց։ Այդտենց բանը մասսայական չեն ասում։ Բա որ իմանան ժողովուրդը։ Դե էլի ես Որ կշոշափեմ, Ո՞չ շոշափես, բան ի՞նչը։ ենք, Այդ շոշափել, մոշափել չկա։ ո՞չ Յա, չկա։ բա, Բա ինչի իմ արեմ տանում։ Աչքերով տես հերիքա շոշափել։ Առանց զաքսի ոչ մի շոշափել, շոշափել։ Ինձ ձեր Միգուցե տունս մոտեցում եմ քո վրա գրանցել։ Ձեր դուրը գալիս է պարոն Արամայիսը։
Դե լավ մարդ է։ Արժի փորձել։ Կրկին կփորձես։ Իսկ օրինակ ինչ երեկոներ ինչով եք զբաղվում, ինչ եք դիտում, հետաքրքիր է, տնենք ընդհանուր։ Ես սերիալ եմ նայում, երեք օրինակ Մոնտե Կրիստոն էի նայում։ Բա դուք Ես ֆուտբոլ եմ նայում մինչև ժամը գիշերը 2-3-ը։ Ինչքան ֆուտբոլ Ժամը 10:30 քնում եմ։ Ես 10:30 քնում եմ, առավոտ 6-ին հելնում եմ։ 6-ին ելնում ես ուր ես գնում, եկեղեցի։ Հելնում եմ եկեղեցու մոտ քայլում եմ, այո։ Հելնում քայլում եմ։ Հա։ Հա, դի գաս քայլես ընդելիքը պարավ ու պիջակա, կարող եմ ուրիշ պարավ եք գտնես կողմը։ Այդ թույլտու ես իմանամ արդեն պարավ կգտնեմ թե ջահել։ Ջահել, այդ դրա համար էր գնում են ջահել աղջիկների կողքը, հա։ Լավ, հիմա ժամադրվում եք թե չէ։ Դե արդեն երկրորդ ժամադրություն կլինի թե ոչ, մենք պարոն Արամայիսի հետ դեռ առանձին ենք խոսելու ժամադրության մասին։ Շատ հավես, էներգիայով ժամադրություններ ենք անցած տպավորված ենք կողքից հետևելով։ Շատ շնորհակալ ենք, ձեզ ասում ենք առայժմ։ Այո, ստես։ Իմանանք եղավ երկրորդ ժամադրություն թե ոչ։ Համաձայն եք, որ առաջին ժամադրությունը շատ տպավորիչ էր, հիմա արդեն երկրորդ ժամադրությանն ենք եկել, դե կարող եք արդեն շփվել, պարոն Արամայիս, տեսեք երկրորդ գեղեցկու հինա ձեր առաջ նստած։ Տեսնում եմ։ Կարծեմ ծանոթ ենք մենք։ Չէ, հա, ծանոթ երևի դուք ինձ հեռուստատեսությունով եք տեսել, քանի որ մի րոպե, քանի որ ես նկարահանում եմ գովազներում, ռեկլամներ, կինո, սերիալ եւ այլ, կարողատեղ եք տեսել Արամայիս Լալայան։ Այսքան ժամանակ ոչ ոքի չեք հանդիպել ձեզ հարմար մեկին։ Դու գիտեք, չէ՞ ինչի համար եք այսօր եկել ստեղ։ Այո, գիտեմ, Գիտեք։ բայց չգիտեի, որ դուք եք այստեղ։ Հաճախ եմ տեսել ձեզ հեռուստատեսությամբ, այո։ Ասեցիք ձեր անունը ինչպես էր։ Արմիկ։ Տիկին Արմիկը արվեստի ոլորտից է, երգում է, նկարում է, սրբանկարչուհի ասացիք, չէ՞, այսինքն շատ հետաքրքիր տեսակ է։ Հա, ճաշեփել գիտես, Արմիկ։ Շատ լավ եփում էի։ Դա իսկ եթե ես քեզ հրավիրեմ վաղը մյուս օրը հանդիպենք, քեզ տանեմ բանը շրջանայինի Պոնչիկանոցը, կուզես Պոնչիկ տակ, այն բանով փոշիով։ Ձեր ամենասիրած տեղը Պոնչիկանոցն է։ Դե հիմա գիտեք ինչ, հիմա որ ասեմ իմ ուժը դա է պատում կարողա մի անգամից հիասթափվեք, բայց դե մարդ ենք էլի, մի օր էլ լույս կբացվի, մեր վրա արևը կշողա եւ այլն։ Համաձայն։ Ես պետք է մտածեմ։ Իհարկե, ես էլ պիտի մտածեմ, նենց չի որ։ Իմ նման սիրում մարդ ես գտել, հիմա էլ պիտի մտածես, հա։ Թող այդպես լինի։ Պարոն Արամայիս, իսկ դուք արվեստով հետաքրքրվում եք։ Կուզեք օրինակ մեր հյուրի հետ թանգարան գնաք։ Երևակայ չէ։ Ֆուտբոլը ինքնին արվեստ է, Չէ, Էվելինա Խանոյան։ Չէ, չեմ էլը։ Արվին, գիտեք, որ պարոն Արամայիսը 207 ընկերուհի է ունեցել։ 207։ Եվ բոլորի անունները գրված ցուցակով ունի։ Արմիկ, կուզենաք լինեք Արմիկ Լալայան։ Կմտածեմ։ Կմտածեք։ Բայց մինչ այս պահը հետաքրքիր է ժամադրությունից ինչ տպավորություններ կա, պարոն Արամայիսից ինչպիսի տպավորություններ եք ստացել։ Ինձ հետաքրքրեց թիվը։ Դե հարցրեք իրեն հարցրեք, ասեք։ Իսկ բոլորը Հայաստանում էին ապրում։ Չէ, ռադի բոգը։ Ես իրանց 20-30 տարի չեմ տեսել, միգուցե եւ 40։ Իսկ վերջի շրջանում կա։ Վերջի շրջանում ես չկա։ Այսօր որոշել եմ, իմացա սենց հաղորդում կա, ասի գամ Անկեղծեք Խոստովանում։ ասի գամ բանը բախտս փորձեմ։ Չկա։ Պոնչիկանոցի առաջարկը դա ինչ որ ստուգում եք։ Ուժի մեջ է։ Հա։ Այդտեղից կսկսենք։ Հիմա դուք մեկ։ Ոչ շատ համով առաջարկ է։ Ես օրինակ Ես եկա համաձայնվեի։ Հենց հիմա կխմեի տակ Եկեք կակո։ նկարումից հետո Գնա։ բոլորը Պոնչիկան։ Մեզ կտանեք Պոնչիկանոց։
Չէ։ Հաշվում է շատ ենք։ Իհարկե, այո։ Ես կարող եմ նաև բերել։ Ես մի բան ասեմ, ես միտեղ աշխատում էի մի հիմնարկում, ուրեմն ես առնում էի պոնչիկն ու կակաոն խմում էի ու հաշվապահությունում մի 30 աղջիկ էին նստած այդ բանում։ Ես առնում էի բան 30-40 հատ պոնչիկ տակ-տակ ու տանում էի սս դնում էի սեղանին ու սաղ կյանքում այտենց եմ եղել ես։ Եթե հիշում եք, ես սկզբում ասել եմ, չէ՞ որ ծանոթ ենք, բայց դուք հրաժարվեցիք, ես այդքան չեմ փոխվել։ Իսկ որտեղից ենք ծանոթ։ Սպանդարյան գործկոմից։ Ոնց դուք որ բաժնում էիք աշխատում։ Մանկավարժ։ Ախ, մամա ջան, Արմիկ։ Հա, հիշեցի։ Իդեպ իրոք Պոնչիկները որ ասում ես, Պոնչիկները, հա դուք երևի վկա եք։ Դուք իրար ճանաչում եք։ Հից հիմա նոր հիշեցի ես։ Քառասուն Անակնկալ է իմ համար։ Անակնկալ է։ Իդեպ ես մի բան ասեմ, ես մեքենայով ձեզ 2 անգամ տարել եմ դուք Շահումյան ակվարիումի մոտ էիք ապրում, ճիշտ է։ Շահումյանի գործկոմի մոտ։ Ես ինիկվա գործկոմը չէ, ակվարիում են ասում։ Մագնիկ, բան։ Ես 2 անգամ ձեզ տարել եմ ձեր տան մոտ իջացրել եմ։ 35 տարի առաջ։ Վայ Արմիկ ջան, էսին եմ տեսել։ Կուդայա պապա, գձե մայի վեշչի։ Ինչպես անծանոթ է։ Շատ խիստ մանկավարժ էր։ Սա իրականում անկեղծ ես եմ Ես նոր զարմացել, որ հիշեցի։ Տեսեք, 2 անգամ էլ երևի քեզ տուն եմ տարել ակվարիումի մոտ։ Այսօր երևի 3-րդ անգամվա հերթն է։ Ես հավատում եմ ճակատագրին ու լինելու բանը ամեն դեպքում տարիներ անց է լինում։ Այսինքն ես հասկացա, որ եթե մենք ինչ-որ մի բան մեր կյանքում ունեցել ենք սեր ում հետ չի ստացվել, հիմա կարող է այսքան տարի հետո ստացվի։ Մենք շնորհակալություն ենք ձեզ հայտնում Արմիկ ջան, շատ շնորհակալ եմ, որ եկաք։ Հիմա կխնդրեմ դուք դուրս գաք, մենք պարոն Արամայիսի հետ կքննարկենք, տեսնենք թե ինքը ի վերջո ում է տանելու պոնչիկ ուտելու եւ կակաո խմելու։ Եվ տուն։ Եվ տուն։ Այ քեզ ճակատագի։ համաձայն եմ։ Այ ինչ մենք քննարկում էինք ընդմիջման ընթացքում, թե ինչ բան է իրենից ներկայացնում ճակատագիրը, որովհետև բոլորս ենք զարմացած, թե սա ինչ հանդիպում էր, արդեն պարոն Արամայիսի հետ մենակ ենք մնացել եւ կարող ենք քննարկել ժամադրությունները։ Պարոն Արամայիս, սկսենք առաջին ժամադրությունից, ինչը ձեզ դուր եկավ եւ ինչը դուր չեկավ։ Դե ինչպես դուք լսեցիք, ես ասի չէ, որ Տիկին Ջուլիան ճապոնական ձկներինից է խոսում, նոր մեքենայից է խոսում, նոր հագուստից է խոսում եւ այլը։ Իսկ Արմիկին փաստորեն ես այդքան տարի ճանաչում եմ, ես ասեմ, ինչ 35 տարի, ինքը քիչ է ասում։ Մենք իրար հետ աշխատել ենք 80 քանի թվերին ենք մենք իրար հետ 82 եւ այլը։ Հա, ու ինքը այտենց ճապոնական ձկներեն Չի սիրում։ կարող է ինձ նման կամ չի սիրում կամ հնարավորություն չի ունեցել։ Մի խոսքով ես երևի թե Մի խոսքով ակնհայտ ունեք ձեր երևի, հա, երևի թող Տիկին Ջուլիան չնեղանա, մանավանդ որ իմ բախտը բերեց ես հանդիպեցի Արմիկին, դե ես արդեն ասեցի, այդքան տարի մենք իրար հետ աշխատել ենք, բայց քանի տարի չենք տեսել։ Շատ էմոցիոնալ, շատ հավեսեր։ Հենց այսօրվա եթերը անկեղծ ասեմ, շատ էմոցիոնալ էր, այնքան էմոցիոնալ է, ես համարյա ոչ մի բան չեմ խոսացել։ Շատ ուրախ եմ, նաև ճակատագրին եմ հավատում եւ իմ հույսը փաստորեն չի մարում եւ ես հույս ունեմ, որ արդեն մեծ տարիքում էլ կարող է այսպիսի դեպքեր լինի եւ շատ ուրախ եմ։ Ամեն դեպքում Էվիկ քեզ էլ ենք շնորհակալ, որովհետեւ sense դու ահա որ շատ լրացրեցիր մեր այսօրվա հաղորդումը։ Ձեզ էլ մերսի շատ ու հյուրերին էլ շատ շնորհակալություն այս տարիքում համարձակ լինելու, նորությունների հանդեպ բաց լինելու համար, դա շատ ոգեշնչող է։
Իսկ մենք ուզում ենք ասենք, որ իրոք սերը տարիք չի հարցնում։ Համաձայն եմ ու այսօրվա մեր հաղորդումով էլ, այս թողարկումով էլ փորձեցինք այդ էներգիան հնարավորինս փոխանցել ձեզ։ Միշտ հիշեք, որ լավագույնը դեռ Արջևում է։ Համաձայն եմ։ Մինչ նոր ժամադրություններ։ Դա Number one.